на сем месте скорбным, нами вспоминаемым. Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պարզաբանում է ակնկալում Մոսկվայի պատրիարքարանից կապված համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցում տեղ գտած ձևակերպումների հետ։ Սուրբ Էջմիածնի մամլոյցարայության ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն ասաց, կապ են հաստատել Մոսկվայի պատրիարքարանի հետ։ Պատրիարքանը ինքն պարզաբանում կներկայացնի։ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը օրերս ռուսական հեռուստաընկերությանը ծավալուն իր հարցազրույցի ընթացքում անդրադառնալով այժմ Մերձավոր Արևելքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին պնդել է, անգամ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաները չեն ոչնչացվել։ Если оставить за скобками, собственно, военные действия, которые всегда сопровождались потерями с одной и с другой стороны. Եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում։ То никогда ничего подобного тому, что сейчас происходит, в исламском мире не было. Այժմ 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարք Կիրիլը համարել է ցեղասպանություն, հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան։ Ну, взять даже пример турецкой Османской империи. Да, были христианские меньшинства, но их никто не уничтожал. Այո, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել, հայտարարել է նա։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել Ռուսիո պատրիարքի հայտարարությունը։ Հոիդա բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Գիրո Մանոյանը անընդունելի է համարում այս հայտարարությունները։ Պատմական ճշմարտության խեղաթյուրում է իր ասածը։ Հասկանալի է, որ Օսմանյան գայսրության գոյության ամբողջ ընթացքում չէ, որ անընդհատ քրիստոնյաներին նույն ձևով գոդորել են, բայց որ եղել են ջարդեր եւ նույնիսկ ցեղասպանություն հայերի եւ նաեւ ուրիշների նկատմամբ Բոնդոսի հույների կամ ասորների նկատմամբ այդ բոլորը չտեսնեն պատմության խեղաթյուրում է։ Պարոն Մանոյան, իսկ դա ինչի հետևանք է, դա պատմության միտումնավոր խեղաթյուրում է, չիմացության հետևանք է, արդյոք սա այսպես ռուս-թուրքական հարաբերությունների սրման այս իրավիճակում գուցե Թուրքիային ուղղված քայլ է։ Միայն ռուս-թուրքական չի ասի, որովհետև Ռուսաստանում էլ բավական մեծ իսլամներ կան, կարծում եմ դա էլ կա, այսինքն այն ճիկը, որ ինքը անում է, բայց դա չի կարելի անել պատմության իրականությունը խեղաթյուրելով։ Մանոյանը կարծում է պետք է արձագանքեն թե Սուրբ Էջմիածինը, թե պաշտոնական Երևանը։ Հրապարակավ էլ այդ դժգոհությունը բարձրացնելը կարծում եմ ճիշտ է։ Եվ եկեղեցու եւ պետության կողմից։ Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը, որ ազգային ժողովում հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերի եւ օրինագծերի նախաձեռնողն է, եւս քաղաքական է համարում համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունը, որակելով որպես պատվեր, որի հասցեատերն են ինչպես Անկարան, այնպես էլ Ռուսաստանի մահմեդականները։ Իհարկե սա կողմնակալ եւ ուղղորդված եւ պատվիրված հարցազրույց է, որը իրականության հետ կապ չունի։ Ես կարծում եմ, որ պատրիարխը շատ լավ գիտե ինչ է տեղի ունեցել շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, Օսմանյան կայսրության վայրակ իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն, դա իր պարտականությունն է, այլ ոչ թե քողարկելը կամ անտեսելը։ Փոստանջյանը կարծում է, որ պետք է անպայման այս հայտարարության պատասխանը տրվի։ Եվ այստեղ մենք պետք է իհարկե շատ զգայուն լինենք, ուշադիր լինենք եւ նաեւ պատասխան պետք է տրվի։ Իսկ պատասխանը պետք է տրվի արդեն հենց մեր կաթողիկոսի միջոցով եւ մեր հոգեվոր առաջնորդը պետք է սրան արձագանքի եւ արձագանքը պետք է լինի հստակ եւ պահանջի նաեւ ներողություն։ Քիչ առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մամլոյցարայության ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանը հայտնեց, որ Ռուսաստանի պատրիարքարանից ստացել են պարզաբանում, որում նշված է, թե Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է։ Հայտարարության մեջ ասվում է Ռոսիա հերոստալիքին տված հարցազրույցում Սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների սարսափելի եւ աննախադեպ իրավիճակի մասին։ Այդ կոնտեքստում Սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգը ապահովում էր համեմատական անվտանգություն եւ կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում։ Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում բերում է դեպքերի ողբերգական զարգացման։ Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն։
Ըստ Տեր Վահրամ Մելիքյանի ասված է Ռուսաստանի պատրիարքարանից ստացված հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը սակայն մինչ այժմ տեղադրված չէ ոչ Ռուսաստանի ուղղափառ, ոչ էլ Հայաստանի առաքելական եկեղեցու պաշտոնական կայքերում։